մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, նաև ոչ առանց Հայաստանի միջամտության, որովհետև ինձ համար շատ տարօրինակ է, օրինակ, ինչու ադրբեջանցիները պիտի գործող պաշտպանության բանակի հրամանատարին թույլատրեին Ամանացներ։ այո, հասնել Հայաստան, իսկ այն պաշտպանության նախարարին, ով արդեն 2 տարի պաշտպանության նախարար չէր, ներառեն այն ցուցակի մեջ, որոնք պետք, այսինքն հստակ, ճիշտ եմ ասում, հստակ ցուցակ է եղել, որով որ այս մարդիկ չպետք է լքեն։ Հստակ ցուցակ է եղել, այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվելը Շահրամանյան, եւ կարծում եմ կգա ժամանակ ինքը մանրամասն այդ ցուցակի մասին կխոսի։